Բարև ձեզ, ես Լարիսա Բաբասյանն եմ, ես կօգնեմ ձեզ խոսել ռուսերեն գրագետ և վստահ. Здравствуйте, я Лариса Бабасян, я помогу вам говорить по-русски грамотно и уверенно. Անցած վիդեոներում ես բացատրել եմ մужской, женский և средний ռոդի տարբերությունը, եկեք այսօր մի փոքր պարապենք, հենց վերցնենք մեր հայկական ճաշատեսակները. Օրինակ, գլխավորը, խորոված, շաշլիկ, խորոված, վերջանում է բաղաձայնով, այսինքն եթե դուք ինչ-որ ռուս ընկերներին, շրջապատում, ուզում եք բացատրել կամ պատմել մեր հայկական ավանդական ճաշատեսակներից, դուք կարող եք հենց այդպես էլ ասել, խորոված, որ նրանք իմանան հայերեն ինչպես է դա հնչում, իտակ, և այդպես, իտակ, խորոված, դա мужской род, վերջանում է բաղաձայնով, значит это мужской род, значит это, ուրեմն դա, значит это мужской род, խաշլամա, կռահեք, այո, ձայնավորով, ուրեմն женский род, наша խաշլամա, наша армянская խաշլամա, քյաբաբ, վերջանում է բաղաձայնով, мужской род, вот принесли ваш քյաբաբ, ահա բերեցին ձեր քյաբաբը, քյուֆտա, վերջանում է այով, ձայնավոր է, ուրեմն женский род, вот это наша քյուֆտա, մեր քյուֆտանա, наша, средний род, չեմ կարող ասել, որ հայկական ավանդական ճաշատեսակներից լինի, բայց օրինակ պյուրե վերջանում է ե-ով, ուրեմն средний род, твое պյուրե, քո պյուրեն, իսկ ինչու ենք ասում твое, մայո, վաշը, նաշը, վաշ, իխ, դա կարող եք նայել երկար վիդեոյում, YouTube-յան ալիքում, եթե ուզում եք իմանալ ավելին, միացեք իմ YouTube-յան ալիքին, կամ զանգահարեք, կամ գրեք մեկնաբանություններում նշված հեռախոսահամարով։